Պարոն Արտոն, պարզաբանեք, խնդրեմ, ինչ էր կատարվում ներսում։ Տեսեք, խուզարկություններ կատարվում, կար դատանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ հերթական շոուներ, մասկի շոուներ ինչպես տեսակ, երեկվա պլանի հետ կապված Պարզ է, որ այսօր նման տիպ գործողություն կատարվելու է, լույսը այդպես է բացվել։ Հրապարակել, պարոն Հարությունյան, իսկ հակերների միջև հայտարարությունը ինչ են հայտնաբերել ներսից, որտեղ բավական որևէ քերիորեն հետապնդելի առարկա իր չեն հայտնաբերել։ Մի բուռ մեղ են տարել կոշիկի համար նախատեսված այս չափի կամ չգիտեմ, այդպիսի բաներ միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող այդտեղ լինել։ Իսկ Արխայրով ինչ էր վարազդան, որ տարան, Արտուր Սարգսյանն ասաց այդ ծխերից են, Արտուրները։ Հա, այդ այն ծխերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին, թե ինչպես էր ծխում եւ Իսկ այդ մեխերը, որ ասում եք, մի բուռ մեխ են տարել, դա հեգնական ասում, որևէ բան չկար։ Ինչ է կատարվել, եք իրավական։ Տեսել եք քննչականի հայտարարությունը, որքանով հասկանալի է, զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ Ժուլ Վերնյան ֆանտաստիկ ինչ-որ չէ, քննչական Վանթաշյան տարվեց։ Ինչու էր ԱԱԾ-ն բերման ենթարկվում։ ԱԱԾ-ն մասնակցում էր գործընթացը ապահովելու ավտոմատավոր դիմակավորված անձինք, մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է որ ավտոմատավորներ Ինչու 6 ժամ տևեց վարազդատը։ Հարությունյան Սերգեյ։ Ներողություն, ինչու 6 ժամ տևեց։ Ամեն դեպքում ասացին, որ 7-ից մինչև Դե տեսեք, ամեն սենյակի, ամեն դարակի, ամեն նամակի վրա ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին։ Տեսակ դուք Ընթացքում կերևա, որ այս ամեն ինչը ճանապարհային երթևեկության մի բաններ որ մեկից պատասխան։ Ներսից մի հատ եռանկյունի նշան հանեցին ճանապարհային երթևեկության, դա կարող են դիտարկել որպես են, որ ճանապարհային ապակայունացնող վիճակ պիտի երթևեկության։ Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա, երբ որ ասենք մեքենան խոտանվում է, պետք է հանի դնի։ Ես չգիտեմ նախկինում այս տանը ով է բնակվել, ինչ նպատակներով է այդ նշանը, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա։ Պարոն Հարությունյան, իսկ որևէ, այսինքն կարգավիճակ այս պահին Բագրատ Սրբազան ունի եւ նրա այդ մի հոգեվորականի եւս տարան նրա անազգան նկասեք, նա ով է։ Անկեղծ չեմ հիշի, Հրայր Սարգսակն է եւ Մովսեսն է։ Կարգավիճակը դե այս պահին արդեն ձերբակալված է համարվում, վստահ եմ Ալանքի միջնորդություն կներկայացնեն։ Սրանք կանայք հատկապես կհասկանան, այս վիդեոն մի հատ։ Ասեմ ձեզ դա ինչ է, այո, կենցաղային, չգիտեմ, գետնի շորի ձողն է, որը յուրաքանչյուրի տանը կա, բայց իրենք համարեցին դա ձող, հա, այն դեպքում, որ, չգիտեմ, 10 տարեկան երեխան անգամ կարա դա կոտրի, որովհետև դա բարակ թիթեղ է։ Սրբազանի հեռախոսը առգրավել է։ Այո, բոլորի հեռախոսները, բոլոր գրիչները ամեն ինչ ենթարկեցին Հրայր Սարգսակին, Սրբազանին, Հրայր Սարգսակին եւ Մովսեսին։ Սրբազանի մտերիմներից չեմ հիշի։ Հացել եք ձայնագրությունների բովանդակությանը, որոնք տարածել եք։ Ոչ, ես զբաղված էի խոզակցությամբ։ Առանձնացրիչներ են Բագրատ Սրբազանի այդ աջակիցների այդ տարբեր հատվածներ անհասկանալի տեղերից, այսինքն երիտասարդներ եթե ունեք, հավաքեք, թող օնլայն տիրույթում ակտիվություն ծավալեն։ Դա հնարավոր է այսպես համարել ահաբեկչական սցենար։ Տեսեք, երիտասարդներին հորդորում են վստահաբար կարող եմ ասել ոչ։ Այս ողջ ժամանակահատվածում վերջի 1 տարվա ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, տարբեր միջոցառումներ են եղել եւ այդ ժամանակ բարձր որ այդ ակտիվությունը անձանց այդտեղ որն է քրերն հետապտել բայց հիմա իրանք այս շոուի ատրիբուտները այսպես ապահովելու են տարբեր այսպիսի բաներ են տարածելու շղար ստեղծելու եւ իմիտացիա անելու համար որ տեսեք ահաբեկչական խումբ են։ Այսինքն դուք պնդում եք, որ որևէ իրեղեն ապացույց այս պահին Ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է։ Մենք այսպիսի շոուներ բազմաթիվ ենք ունեցել
նույն հայ-աբխական դաշնակցության հետ կապված տարին մեկ մի անգամ այսպես գնում են մարզերում բոլորին ձերբակալում են։ Հետո պարզվում է Աբեկչության հոդվածի մեղադրանք։ դե այս անգամ ավելի